Հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, վանացային եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հոհիտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան թիմադեդրյան կրառումով նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ՄԱԳ-ի ընդհանուր ժողովին արտասանած խոսքը անգամ եւս ապացուցեց ընդդիմության բնդումները։ Առաջինը նույնիսկ միջազգային այս բարձր հարթակեն անխուսափեցավ օգտագործել քերի բառը։ Անոր փոխարեն խոսեցավ երկարամյա հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնված անձերու մասին։ Այս մեկը բարձրապես ամոթ է։ Այս կվկայի, որ Հայաստանի ղեկավարին արգելված է նույնիսկ բարձրացնել այն փաստը, որ Ադրբեջան դակավին հայ ռազմակերներ կբահի։ Այս պարախաղերով Փաշինյան գմերմանցնի իրականությունը եւ գզարայե Ադրբեջանի շահերուն։ Երկրորդը փաստացի կերպով Նիկոլ Փաշինյան ՄԱԳ-ի ամբիոնեն հրաբարակային կերպով խոստովանեցավ Վաշինգտոնյան այսպես կոչված պայմանավորվածություններու եւ իր խաղաղության օրակարգին ցախողությունը։ Անպարացի կերպով ասավ. Ադրբեջանի նախագահը օգտագործեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Հայաստանյան իրականության մեջ այս մեկը կգալվի իբրև տարածքային անբահանջ Հայաստանի հանդեպ եւ գնունանա հակամարտության արտահայտության հետ։ Այսինքն Փաշինյան գխոստովանի, որ Ալիև կբացահայտե իր իսկ սկսած ստորագրած փաստաթուղթերուն սնանկությունը։ Այս մեկը հրաբարակային իր երկրորդ խոստովանությունն է։ Առաջինը պատահեցավ Շանհայի համագործակցության գազագերբության վեհաժողովին, երբ ստիպված էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահին արտահայտությունը դեղ չի գտներ Վաշինգտոնի մեջ համաձայնված դրամապանության մեջ, ըսավ Սաղաթելյան։ Այսօր զուգահեռ նույն ամբիոնեն Ադրբեջանի նախագահը անգամ եւս խոսեցավ Հայաստանի վայրակության եւ բռնակրավումին մասին։ Հայաստանի ղեկավարները անվանեց պատերազմական հանցագործներ։ Եվ այս բոլորը տվել է ետք Ալիև շեշտեց, որ Հայաստանի հետ համայնքների բոլոր գերերուն հեղինակը Ադրբեջանն է։ Հարցում այն է, թե ինչպես այս բոլորեն ետք համարցակին շարունակել հասարակության հեքիաթ պատմել այսպես կոչված խաղաղության հաստատման մասին։ Այսքանեն ետք ինչպես իշխանական կառուցչամեքենան հերթական անգամ պիտի փորձե մոլորեցնել ժողովուրդը, ինչպես պիտի հայտարարե, որ խաղաղությունը արդեն իսկ եկած է, եւ նույնիսկ Փաշինյան հրաբարակային կերպով կընդունի, որ ամենեն դարրական փոխըմբռնումը օգտագործող եզրերու մասին եւ նվազագույն հարկանքը այնուտին, որում մասին Ալիև համաձայնագիր ստորագրած է, նշեց Հոհիտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց թիմադեդյան կրառումով նշեց, որ Մոլդավիո մեջ խորհրդարանական ավարտած ընտրությունները ցույց տվին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության թիմագիտակ հաստատել միագուսակցական կառավարում։ Նախագահ Մայա Սանդուի խմբակը հաղթեց ոչ թե իրական մրցակցությամբ, այլ գիրարգելով բարձ հնարքը։ Հասարակությունը բաժնվեցավ արեմնդամետներու եւ ռուսամետներու միջև, իսկ յուրաքանչյուր ինտիմատիվ ուժ, որ գխանգարել իշխանությունը, բիդակվեցավ իբրև օդար կորձակալ եւ դուրս տրվեցավ քաղաքական գործընթացեն։ Այս ընտրությունները դարձան ոչ թե գաղափարներու պայքար, այլ իշխանության վերընտրության սերնարկ։ Ռուսական միջամտության բادرվագը զարայեց իբրև համընդհանուր զենք ընդդիմության դեմ, արտոնելով, որ կառավարությունը վերահսկե ընտրական դաշտը։ Հայաստանի մեջ նույն ծևը շալոնց կգրարգվի, ըսավ Սուրենյանց։ Նիկոլ Փաշինյանի խմբակը հակառուսականության վրա կգառուցե իշխանության պահպանման ռազմավարություն։ Հասարակության բևեռացումը անոնց սերքին դարձած է իշխանական օրինականության միակ աղբյուրը, իսկ ինտիմատիվներու մեկ մասը
գամա թե ագամա չուր գլեցնե իշխանության չրաղացին շարունակելով սպասել Մոսկվայի այսպես կոչված հաղթական զանքին փոխանակ ձևավորելու քաղաքական ինքնուրույն օրագարկ։ Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026-ի ազգային ժողովի ընտրություններուն մենք կտեսնենք մոլդավական պատկերը։ Իշխանությունը կշարունակի զորաշարժի ենթարկել իր գոհնակիցները հագարուսական թշնամանքի հիման վրա։ Ընտիմատիրները կպիտակավորե օդար կորզակալ կամ 5-րդ շարասյուն բիդագով։ Իսկ ընտրությունները կվերածվին իշխանության բաբանման գործիքի ոչ թե ազատ մրցակցության։ Մոլդավիան մեզի համար հստակ նախազգուշացում մնե։ Եթե ընդդիմությունը չձևավորել լայն ինքնուրույն ներբերական օրագարկ ու շարունակի ապավինել արտաքին ուժերուն, ապա Հայաստան կհայտնվի նույն զուգակի մեջ։ Այդ բարակային ժողովրդավարությունը վերջնականապես կվերածվի իշխանության վերընտրության եղանակի գրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանց։ Գյումրիի ավականիի իմ հզոր համայնք խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյան թեմադրյան կրառումը նշեց հետևյալը. Իշխող ուժեն որևէ մեկը 27 սեպտեմբերին երապլուր չայցելեց։ Նախաբես, երբ Փաշինյան զունգի ու յուրաքանչյուր շիրիմի դիմաց այսօր զունգի ու կգա ֆեստիվալի բեմին արչև, որովհետև շիրիմի դիմաց քիչ հանդիսադես գա, իսկ ֆեստիվալին հազարավոր մարդիկ կան։ Երկրի թիվ 1 ցուցադրությունը պետք է ժողովրդականություն վայելե։ Իսկ անոր համար պետք է պետական միջոցներով խնջույք ուրախություն կազմակերպվի, որում մասնակից ընտրողներու դիմաց ոչ միայն զունգի ու կա, այլև գլխիվայր այլ գգանքնի, նշեց Մխիթարյան։ 2021-ին ընտրվելու համար պետք էր զունգի կալ շիրիմներու դիմաց, ներկայիս անոր գարիքը չկա։ Մեր աչքին արչև կփակվի երապոլուրի էջը, այն վայրին էջը, որուն զավալներու ընդլայնումի մեջ Փաշինյան ունի անուրանալի ներդրում, նշեց Ռուբեն Մխիթարյան։ Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյան Նյու Յորքի մեջ հանդիպում ունեցավ Միացյալ Նահանգներու ըսպարազինություններու վերահսկումի եւ միջազգային ապահովության հարցերու արտաքին գործ փոխնախարար Բրենդ Գրինստոնի հետ։ Արտաքին գործ նախարարությունեն գայտնեն, որ անոնք քննարկած են Հայաստանի եւ Միացյալ Նահանգներու միջև ռազմավարական գործընկերության զարգացման ծրագիրներ։ Միրզոյան եւ Գրինստոնն ընդգծած են 8 օգոստոսին Վաշինգտոնի մեջ ուժանույթի եւ արհեստական բանականության մարզերու համագործակցության հետ կապ ունեցող երկկողմ հուշագիրները ցանկի գոչելու աշխատանքները։ Անոնք նաեւ խոսած են դարազաշնային հարձակություններու, ինչպես նաեւ բազմագոմ հարթակներու վրա Հայաստան Միացյալ Նահանգներ գործակցության մասին։ Իրաքահայ թեմի ասկային կենտրոնական վարչության ադենաբեդ Գարաբեդ Կալուստյան մամլո հարցազրույցի ընթացքին հայտնած է, որ այսօր Իրաքի հայության թիվը մոտավորապես 7000 է։ Մեծամասնությունը հայ արաքելական եկեղեցու զավակներ են, փոքրամասնություն են կաթողիկի համայնքի հայերը։ Գաղութին մեծակույն մասը կգտնվի Բաղդադի մեջ 4000 հայեր, մինչ Մուսուլի մեջ մնացած է միայն 2 հայ։ Դահեշի Մուսուլ մուտքով շրջանի հայերը հեռացած են ամբողջությամբ։ Քուրդիստանի տավար շրջանի մեջ հայերը բաժնված են հետևյալ ձևով. Էրբիլ 600 հայ, Զախո 1100 հայ եւ Դհոկ 500 հայ։ Նույն շրջանի մեջ կա հայկական երկու գյուղ՝ Հավրեզկ 400 հայ, բոլորովին հայախոս եւ Ավզրուկ 450 հայ, բոլորովին քրդախոս։ Հարկ է նշել, որ Զախոյի եւ Դհոկի հայերուն մեծամասնությունը եւս թրքախոս է։ Մայրաքաղաք Բաղդադի մեջ կգործե հայկական ազգային վարժարանը 35 աշակերտով եւ մանկաբարձը 5 փոքրիկով։ Գարկմը շրջաններու մեջ կգործեն գերակնորյա վարժարաններ հայերենի դասաբահերով։ Հայապնակ բոլոր քաղաքները ունին իրենց սեփական եկեղեցիները։ Վերջին 20 տարիներուն Դհոկ, Էրբիլ, Հավրեզկ եւ Ավզրուկ շրջանները եւս իրենց եկեղեցիները ունեցան։ Անոնցմե մասը կառուցվեցան եկեղեցական բարեսիրական համաշխարհային հաստատություններու կողմէ եւ մասը Քուրդիստանի պետական քրիստոնեական ավանդաբահության գրասենյակին կողմէ։
Բնականաբար ասկային առաջնորդարանը ևս իր ներդրումը ունեցավ։ Քերկուկի եւ Զախոյի շրջաններու հին եկեղեցիները փոխարինվեցան նորաշեն եկեղեցիներով։ Թե Իրաքի ղարավարությունը եւ թե Քուրդիստանի ինքնավար մարզի ղարավարությունը միշտ օժանդակած են հայության եւ բարիացակամ գտնված են հայկական համայնքներու եւ եկեղեցական հարցերու հանդեպ։ Դաեշի կանտած Մուսուլի հայկական եկեղեցին պիտի նորոգվի պետության հաշվին։ Նաեւ հատուցում դրված է հայերու վնասված բնակարաներուն համար։ Բաղդադի մեջ գործե 4 եկեղեցի, որոնց մե հնակույնը Սուրբ Աստվածածին եկեղեցին է կառուցված 1639-ին։ Այսօր անուխտադեղի է, ուր գայսել են թե քրիստոնյա եւ թե իսլամ հավատացյալներ։ Գարաբետ Կարուստյան իր մամլո հարցազրույցի մեջ նշեց, որ Բաղդադի առաջնորդանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնված է 1954-ին եւ վերջին 70 տարիներուն հոն որևէ հիմնական նորոգություն եղած չէ։ Որոշեցինք ձեռնարկել անհրաժեշտ նորոգություններու եւ 250 միլիոն դինար հատկացուցինք, սակայն նախքան գործի ձեռնարկելը մեզի այցելության եկավ պետական հանձնախումբը եւ դեղեկացուց, որ նկատի ունենալով, որ եկեղեցին Բաղդադի դեսարժան կարևոր վայրերեն մեկն է եւ ջարդարապետական ու մշակութային կարևոր գոտողմն է, նորոգության ծախսերը պետությունը հանձն պիտի առնե եւ քաղաքաշինության նախարարությունը գործը պիտի ստանցնե, ըստ Կարուստյան ավելցնելով, որ ջարդարապետական հատուկ խումբը այցելեց եւ անհրաժեշտ կերպով քննել է եւ ուսումնասիրել է յետք, որոշեց, որ նախնական ծախսը մոտավորապես 850 միլիոն դինար պիտի իլա եւ պետությունը ծախսերը ինք պիտի հոգա։ Առաջնորդանին համաձայնությունը ստանալ է յետք այս տարվան փետրվար ամսուն նորոգությունները սկսան եւ շուտով պիտի ավարտին։ Իրաքահայ թեմի առաջնորդը Օշական եպիսկոպոս Գյուգիլյանն է։ Ան առաջնորդի իր բարդականությունները աշխուժ կերպով կկատարե եւ հոգադառն նաեւ ընդհանուր գալվազներուն։ Թեմի մեջ կզարայե 6 կահանա եւ ափեղամը։ Առաջնորդին եւ ասկային վարչության գողքին կկործեն թաղական խորհուրդներ։ Թաղական խորհուրդներ կան Բասրայի, Քերկուկի, Էրբիլի, Դհոկի, Զախոյի, Ավզրուգի եւ Հավրեսկի մեջ, իսկ Մուսուլի մեջ Ուրմիան 2 հայեր գաբրին, անոնց մեկը Անտանիկ Գուլուզյանն է, Մուսուլի նախին թաղականության անդամ, որ մինչև օրս կհսկե ասկային բոլոր գալվազներուն։ Իրաքահայ քաղուտը հարուստ է իր գալվազներով, որոնց մե եկած եկամուտը գողոքա առաջնորդարանի, եկեղեցու եւ ասկային այլ հաստատություններու ծախսերը։ Իրաքահայերու տնտեսական վիճակը համեմատական կերպով լավ է։ Կան բավական մեծ թիվով անձնական գործեր ունեցողներ եւ պետական պաշտոնյաներ։ Կան 130 գարիքավոր ընտանիքներ, որոնք ամսական դրությամբ ասկային առաջնորդարանեն նյութական նպաստ կստանան, իսկ հիվանդներուն եւ ծանր վիրաբուժության ենթարկված անձերուն կհատկացվին նպաստներ, հոգալով անոնց ծախսերուն 50 առ 100-ը։ Բաղդադի մեջ կգործեն ասկային միություններ, որոնք թեև նախկին ժամանակներու փայլքը չունին, սակայն ներկայություն են եւ կգործեն աշխուժ կերպով, օրինակ Բաղդադի հայ երկստեր երիտասարդաց միությունը, որուն հիմնադրության 100 ամյակն է հաջորդ տարի։ Հոմենետմենը իր մարզական եւ սկավուտական բաժիններով շատ աշխուժ է։ Աշխուժ է նաեւ Հոմենետմենը եւ Իրաքի հայ դիգնանց մշակութային միությունը։ Ազգային առաջնորդարանը նույնպես կօգնե ազգային միություններուն։ Հայաստանի մեջ դեղի ունեցող մարզական խաղերուն կամ գրթական զրակիներուն Իրաքյան մասնակցողներուն ծախսերը գողոքա առաջնորդարանը։ Բաղդադի մեջ կգործե ասկային ձերանոցը, ուր անվճար կպատրաստվին, կպատասխանվին հայ դարեցները։ Ձերանոցը կկառավարվի հատուկ հանձնախումբի կողմէ, որուն նախագահը առաջնորդն է։ Երկրի ապահովական վիճակը բարելավված է, անցյալի վտանգավոր գացությունը գոյություն չունի։ Ամենօրյա ռմբակոծումները եւ արևանկումները դադրած են, առայդ ժողովուրդը ապահով միջավայրի մեջ կհետևի իր առօրյային եւ գործերուն։ Հարկելի ունգընտիրներ, վանացանի եթերով եւ թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ձեզի հետեին Սանի աղոթավար Նաթալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ վանացանի ունգընտիր։